Այս այսօր մենք կշարունակենք Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը եւ առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված մեր քննարկումները։ Վարչապետի հետ մենք երեք կրկին շատ երկար ենք խոսել եւ որոշել ենք այսօրվա մեր այս հերթական քննարկումը ավելի տեսանելի դարձնել մարդկանց համար, լուսաբանել այն, թեպետ աշխատանքային քննարկումները սովորաբար չեն լուսաբանվում, քանի որ հասարակության համար առաջնային են արդյունքները եւ ոչ թե այն աշխատանքը, որ կատարվում է դրանց հասնելու համար։ Այնուամենայնիվ սա կարևոր է այսօր, որպեսզի մարդիկ տեսնեն, թե վերջին ամիսների ընթացքում այսպես ինտենսիվորեն ընթացող մեր քննարկումներն ինչ ուղղությամբ են գնում, որտեղից ենք սկսել, որտեղ ենք հիմա եւ ուր ենք ուզում հասնել։ Անկեղծ ասած, այս գործընթացի մասին ես ուզում եմ խոսել նաեւ մեր հասարակական ակտիվիստների հետ, երբ նրանք հանդիպում էին ցանկացել եւ ես նրանց հրավիրել էի զրուցելու։ Ինչևէ, բողոքի ակցիայի վերաբերյալ մեր մոտեցումները չեն փոխվել, թեկուզ եւ հանդիպելու համար կարծես հնարավոր չեղավ խումբ ընտրել եւ չեն փոխվել նաեւ մեր հորդորները խոսելու, բողոքելու, բարձրաձայնելու իրավունքի իրականացման ընթացքում զերծ մնալ անօրինականություններից եւ ի վերջո հրաժարվել մայրաքաղաքի կենտրոնը առավել ծանրաբեռնելու քայլերից։ Այո, ժողովրդավարության ուղին, քաղաքացիական հասարակության կայացման ուղին բարդ եւ խորթուբորթ է, սակայն դեպի ժողովրդավարություն տանող ուղուն մեր երկիրն այլընտրանք չունի։ Այս մասին վերջին տարիների ընթացքում մենք մեկ անգամ չենք խոսել։ Այս խորթուբորթ ու ոլոր ճանապարհով պետք է ընթանանք բոլորս։ Այդ ճանապարհին սայթաքելով ու գլորվելով, աշխատելով ու անկուն գիշերներ անցկացնելով, իրար ցավեցնելով ու իրար սատարելով, իրար սովորեցնելով ու իրարից սովորելով, իրար չհասկանալով ու իրար լսելով, իրար չվստահելով եւ իրար հավատալով, երբեմն գոռալով ու վրդովվելով, իրարից նեղանալով ու իրար հարգելով, որովհետեւ այդ ճանապարհը պետք է անցնենք բոլորով յուրաքանչյուրս առանձին վերցրած, որովհետև ճանապարհի հանգրվանին պետք է հասնենք բոլորով, առանց կորցնելու իրար, հեռանալով իրարից ու իրար մոտենալով, բայց միշտ իրար հետ։ Սակայն Աստված չանի, որ շեղվենք այդ ճանապարհից ու իրար կորցնենք այս բարդ աշխարհում։ Այդ դեպքում կորցնենք մեր ապագան։ Հերթական անգամ կորցնենք menքը ու ելի երկար հարյուրամյակներ չենք գտնի, կդառնանք ուրիշ menքի մի դրանք մասնիկը, միջև օրերից մի օր նորից բոլորով կանգնենք մեկ ուղու վրա, ինչպես 1988-ին։ Երբ ես ասում եմ, որ մենք պիտի սովորենք իրարից, մենք պիտի միշտ դեմքով լինենք մեկս մյուսին, ես նկատի ունեմ բոլորին, յուրաքանչյուրիս, եւ իշխանությունը, եւ իրավապահները, եւ ցուցարարները այս ուղղությամբ արել են առաջին քայլերը եւ դա բնական է։ Նաեւ ուզում եմ հստակ հայտնել իմ դիրքորոշումը այն մարդկանց, այն ուժերի հանդեպ, որոնք իրենց պատեհական շահերի համար պատրաստ են սադրել, սրել իրավիճակը, անդնդել մեր վստահության դարուփոսերը, ովքեր խաղաղ հավաքները պատրաստ են մարտադաշտ դարձնել, մեկ ժամով այդ մարտադաշտում զորավար լինելու մարմաջով։ Նմանների հանդեպ իրավապահները եղել եւ լինելու են խիստ ու անողոք։ Ցավոք շատ հարցերի պատասխանները հնարավոր չէ տալ այնքան արագ եւ այնպես, ինչպես կցանկանայինք բոլորս։ Եվ հաճախ խնդիրների լուծման արագության եւ մեր ակնկալիքների դիմաց վճարում են իրավապահները։
մինչդեռ այդ խնդիրների լուծման բեռը նրանցը չէ։ Հաճախ հենց նրանք են հարկադրված կատարել ամենածանր աշխատանքը եւ ցավոք հաճախ հասարակության անվտանգությունն ապահովող իր պարտականությունը կատարող ոստիկանը նույնպես դառնում է ամենաթողության զոհ։ Այս առումով պետք է շեշտեմ նաև լրագրողների ու լրատվամիջոցների դերը։ Շատ կարևոր է առավելապես բռնության եւ քաոսի դրամատիկ պատկերներ լսարանին արհեստականորեն հրամցնելու փոխարեն անկառավարելի մի քանի արկածախնդրի վրա կենտրոնանալու փոխարեն արժանի մատուցել այն բազմաթիվ խաղաղ ցուցարարներին, որոնք էլ հենց խաղաղ հավաքների ոգին են, կամքն են ու միտքը։ Բռնության կոչով մեկ պատկերը կարող է կրկին հայտնվել էկրաններին եւ սոցիալական ցանցերում, իսկ հազարավոր խաղաղ ցուցարարները մնան ստվերում։ Բարեբախտաբար պետք է նշեմ, որ այս օրերին մեր լրատվամիջոցների հերոսներն ավելի ու ավելի հաճախակի եղել են հենց խաղաղ ցուցարարները եւ հենց հայկական լրատվամիջոցների ջանքերով աշխարհը ստանում է հավասարակշռված տեղեկատվություն իրադարձությունների վերաբերյալ, իսկ մեր պետությունը կարողանում է հակազդել հակահայկական ապա տեղեկատվությանը։ Ուզում եմ արձանագրել մի փաստ ևս։ Ցուցարարները եւ իրապահներն այս մի քանի օրերի ընթացքում կարողացան ավելի մեծ փոխադարձ վստահություն ձևավորել, քան հնարավոր էր մի քանի տասնամյակի ընթացքում։ Ես անշուշտ հետևել եմ վերջին զարգացումներին եւ ուզում եմ արձանագրել, որ հունիսի վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանը դարձավ մի մեծ ու արդյունավետ ուսումնական կենտրոն, համալսարան, որտեղ մեր քաղաքացիներն ու իրավապահները, լրագրողներն ու պատգամավորները, մտավորականներն ու օտարերկրացիները սովորեցնում էին իրար ու սովորում էին իրարից, լսում էին իրար, անգամ խնդրի հանդեպ անհանդուրժողականությամբ ափեափ լցված հանդուրժում էին միմյանց, լսում էին այնպես, ինչպես աշխարհի քիչ անկյուններում իրար լսել գիտեն։ Այս օրերին մենք հիացնում ենք բոլորին մեր պատասխանատվությամբ եւ ակտիվությամբ։ Ակնկալում եմ, որ երիտասարդները նույնպիսի խոհեմություն եւ իմաստություն կցուցաբերեն նաեւ մեր վաղվա օրվա հանդեպ, իսկ մեր վաղվա օրվա ապահովությունը պահանջում է պահպանել այն կենսական համակարգերը, որոնք սնում են մեր երկրի տնտեսությունն ու յուրաքանչյուրիս ընտանիքը։ Մենք չենք կարող կտրել մեր երկրի կենսական օրգանները սնող զարկերակներն ու երակները միայն այն բանի համար, որ դրանք ախտահարված են հիվանդությամբ։ Մենք չենք կարող մեր երկիրը զրկել արյունից ու թթվածնից, կենտրոնանալով միայն նրա էներգետիկ զարկերակներն ախտահարած խնդիրների պատճառների վրա։ Առաջնահերթ կերպով մենք պիտի լուծումներ փնտրենք այս կենսական համակարգը փրկելու համար, զուգահեռաբար բուժելով այն, վերակառուցելով այն, դարձնելով այն անխոցելի ապագայում եւ այս նախաձեռնության մեջ մեզ համար դժվար օրերում ու սոցիալական բարդ իրավիճակում մենք միայնակ չենք։ Վերջին տարիների ինտեգրացիոն գործընթացները նոր հնարավորություններ են բացել մեր երկրի համար։ Վարչապետի գլխավորությամբ մեր պատասխանատուները ակտիվ աշխատում են Եվրասիական տնտեսական միության մասնագիտացված կառույցների հետ, որպեսզի նոր թափ հավաքող այս ինստիտուտները իրենց ակտիվ դերակատարմամբ նոր լուծումներ բերեն Հայաստանի էներգետիկ համակարգի եւ սակագնի օբյեկտիվ բարձրացման սոցիալական բեռը չեզոքացնելու եւ ժողովրդի ուսերից վերցնելու համար։ Սա գործընթաց է, որ ակտիվորեն իրականացվում է եւ մեր պատասխանատուները հետեւողականորեն աշխատում են մեր գործընկերների հետ։ Հավատում եմ, որ լուծումները չեն ուշանա։ Մյուս կողմից մենք ունենք նաեւ մեր քայլերի մշակված քարտեզը։ Երեք Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ
Մենք խոսել ենք այն մասին, որ ճիշտ կրներ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր Ինտերրաո-ԵՍ ընկերության դուստր ձեռնարկության Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար, փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այո, խնդիրները, որ կարող են լինել դուստր ձեռնարկությունում, մեր պետական մարմինների աշխատանքով առավելագույնս դուրս են սակագնի հաշվարկից։ Այնուամենայնիվ, այդ ընկերության հնարավոր խնդիրները մեզ հետաքրքրում են, քանի որ մենք, որպես պետություն, շահութահարկի մասով հետաքրքրված ենք ընկերության շահույթի մեծությամբ։ Այս առումով աշխատանքը կարևոր է ոչ միայն ռուսական կողմի համար, այլև Հայաստանի համար, բայց սա խնդրի մի կողմն է միայն եւ չի առնչվում սակագնին։ Հիմա սակագնի մասով։ Ես խորապես համոզված եմ, որ սակագնի բարձրացումն արդարացված է։ Նաեւ համոզված եմ, որ եթե սակագինը չբարձրացնենք, ապա էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կանգնի։ Ի վերջո, մեր բնակչության ավելի տարիքով հատվածը երբեք չի մոռանա 1988 թվականին ատոմակայանի փակման հետևանքները։ Այն ժամանակ էլ գրեթե բոլորը ոգևորված էին այդ ճակերտավոր չարիքից ազատվելու հարցում, բայց հետո պարզվեց, որ իրական չարիքը հենց ատոմակայանը փակելն էր, ինչը մինչև այսօր իր բացասական ազդեցությունն է թողնում։ Նույնը Նաիրիտի հետ կապված։ Փակելով այն, դուրս դնելով բնականոն զարգացման ցիկլից, հասանք մի իրականության, երբ պետությունը մինչև այսօր ստիպված ու պարտադրված է հավելյալ գումարներ ծախսել այս ուղղությամբ։ Կարող եմ բերել տասնյակ այսպիսի օրինակներ։ Սակագնի մասին շատ ենք խոսել։ Ներկայացվել են բարձրացման օբյեկտիվ 3 հիմքերը։ Բերվել են հիմնավորումներ, սակայն ակնհայտ է, որ կա վստահության պակաս։ Համարում եմ, որ կասկածը, անվստահությունը մեր առաջին թշնամին են նման հարցերում։ Առաջին հերթին հենց դա պետք է վերացնենք։ Առաջարկում եմ ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին եւ այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետեւյալ հարցերին. 1. Ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը եւ 2. Սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին։ Ինչպես նշեցի, համոզված եմ, սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է։ Ուստի միջև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը։ Անշուշտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից։ Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց եւ սա մեղմ ասած, բայց կասկածամտության եւ անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում եւ շատ կարեւոր խնդիր, դա լուծել է պետք։ Իսկ եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով։ Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու եւ թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար։ Այս պայմաններում
Դեռևս մի քանի ամիս առաջ կառավարության կողմից սկսված աշխատանքը բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականատիրոջ փոփոխության առումով հաստատուն համոզմունք կդառնա, չբացառելով նաև այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը։ Սա իմասով, թե ինչ ուղղություններով ենք մենք աշխատում այս օրերին և աշխատում ենք վաղուց։ Իհարկե, բազմաթիվ այլ ուղղություններով ենք առաջ գնացել և լրջորեն քննարկել։ Խնդիրը պետք է լուծել և դրա համար ժամանակ կա։ Այս պահին որպես աշխատանքային քննարկումների տրամաբանության մասին իրազեկում այսքանն էի ցանկանում ասել։ Վերջում ավելացնեմ հետևյալը. Թող որևէ մեկի մտքով չանցնի, թե սակագնի բարձրացման խնդիրների հետ կապված մեր երկրում կան հակադիր կողմեր։ Թող որևէ մեկի մտքով չանցնի, թե կան մերոնք և ձերոնք։ Դա անհեթեթ է այնքան, որքան վտանգավոր է։ Ես ուզում եմ նաև դիմել բողոքի ձայն բարձրացրած մեր երիտասարդներին։ Սիրելիներս, մի վախեցեք նոր պատասխանատվություն վերցնել և քայլերի մշակման իրական գործընթացին մասնակից դառնալ, դրանով իսկ նվազեցնելով կասկածամտությունը մեր հասարակության մեջ։ Այսպիսի քննարկումներ մենք ունեցել ենք տասնյակներով, դրանց ձեզ մասնակից դարձնելուն երբեք դեմ չենք։ Գործընթացի վերջում բոլորը բավարարված ու հասկացված են լինելու։ Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք որևէ լուծում չեն ընդունի, որոնց լուծումների գոյությունը ձև չի տալիս ու ցանկացած որոշման դեպքում անվանարկելու են, բայց այսօրվա խոսքս նրանց չի վերաբերվում, այլ այն ակտիվ մեծամասնությանը, որոնք խնդրի լուծում են ուզում և չեն օգտագործվի քաղաքական նպատակներով։ Ուրեմն եկեք լուծենք խնդիրը և եկեք այնպես անենք, որ ընթացքում որևէ փորձություն չբերենք մեր գլխին, չափն անցնել որևէ դեպքում չի կարելի։ Ոստիկանությունը ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, բայց դա մեր նպատակը չէ։ Եվ Աստծո սիրուն, հերիք է կաթվածարը անեք քաղաքի կենտրոնը։ Պատասխանատվության բեռը բոլորիս ուսերին գնալով միայն ավելանալու է։ Անցեք ավելի հանգիստ միջոցների, ազատեք Բաղրամյան պողոտան և օգնեք լուծումների փուլում և դրանց հանդեպ վստահության ամրապնդման հարցերում։ Այն էներգետիկ համակարգը, որ այսօր մենք փորձում ենք զարգացման հիմքերի վրա դնել, բոլորիս համար է, նախ և առաջ ձեր սերնդի համար։ Լսեք իմ բարեկամական հորդորը։ Անպայման լսեք։ Մի քանի օրից ցանկանում եմ մի քանիսիդ հրավիրել զրուցելու։ Հույս ունեմ, որ ավելի հեշտ իրականություն կդարձնեք այդ հանդիպումը։ Գործ շատ կա անելու և միասին պիտի ավարտենք այս դժվարին պրոցեսը։ Այսքանն էի ուզում ասել իբրև մեր այսօրվա խորհրդակցության սկիզբ, իհարկե խոսքն ավելի շատ խորհրդակցության մասնակիցներին չէր ուղղված։ Այժմ անցնենք մեր բուն աշխատանքին և շարունակենք քննարկել հարցերը, այդ թվում էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարական ծրագրի դրույթները, այն ծրագրի, որ նախատեսված է իրականացնել 2016-2036 թվականներին։